Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, դուք դիտում եւ լսում եք Գործարար Ալիքը Web3 հիմնադրամի հետ միասին։ Մենք շարունակում ենք կրիպտոմիտ հաղորդաշարը։ Այսօր մեր հյուրն է Անահիտ Համբարձումյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Անահիտ, դուք խորհրդավոր կրիպտո աշխարհ գրքի համահեղինակն եք եւ ինչպես փորձեցինք թարգմանել, ձեր մասնագիտությունը կառավարման մասնագետ, նախ խորհրդավոր կրիպտո աշխարհ, ինչպես հասկանում եմ, գիրքը արդեն էլ վաճառքում դժվար է գտնել, բայց ժամանակին եղել է, ինչը ձեզ դրդեց, Հայաստանը այնպես չի, որ կրիպտոյի կենտրոն է, Ուղի։ Բայց ինչը ձեզ դրդեց կամ ինչ նպատակներով որոշեցիք դրա մասին գիրք գրել, որն էր նպատակը, որքան հասկացա հայերեն է գիրքը։ Հայերեն, գիրքը հայերեն է, 17 թվին, երբ որ ես 15-16-ին արդեն ուսումնասիրել էի կրիպտոյի ոլորտը, ուսումնասիրել ասելով իհարկե լավ չգիտեի, բայց հասկանում է արդեն ինչի մասին է խոսքը, որ ինքը շատ է տարբերվում տրադիցիոն ֆինանսական աշխարհից, ու ինչով, ու ինչ խնդիրներ է լուծում, 17-ից սկսեցի աշխատել ու կամաց բոլոր տարբեր իվենտներին էին գնում, IT իվենտներ են ժամանակ տենց կրիպտո իվենտներ չկային, միջոցառումների, ու շատ հարցեր էին ծագում մարդկանց մոտ, տարբեր տեսակի, ինչ է ընդհանրապես, ինչ է հետևում կանգնած, իսկ արդյոք դա ինչ-որ darknet-ի, չգիտեմ ինչի բանը չի, արդյունքը չի, շատ հարցեր ու դրա համար լեկցիաներ բաների շատ հրավիրում ես գնում էի։ Իսկ հետո տենց ստացվեց, որ քանի որ հարցերը շատ են ու ավելի ճիշտ կլիներ, որ ինչ որ միտեղ դասակարգված լիներ, գրքի միտքը առաջացավ, տենց համահեղինակներով գրեցինք, որ նենց լինի, որ մարդիկ կարողանան ինքնակրթվել այդ ոլորտում։ Հիմա շատ ինֆորմացիա կա ինտերնետում, բայց այդ ժամանակ չկար։ Ամեն դեպքում չէր լինում, մարդիկ չեն կարողանում այտենց գտնեն, ազատ օգտվեին, ոնց որ հիմա ավելի ոնց որ կրիպտո համայնքի հիմնադիրն եք Հայաստանում, նախ ինչ նպատակներով եք հիմնադրել համայնք, ինչու համայնք եւ քանի ընդհանրապես համայնքի անդամներ ունեք այս պահին, մի քիչ խոսենք, այդ մասին, որտեղ միցակ հնչում է, որ իսկ ինչու չհիմնադրել Հայաստանում կրիպտո համայնք, բայց ինչ-որ նպատակ պիտի լինի, չէ՞։ Իհարկե, էլի 17 թվի մասին է խոսքը, երբ որ տեն շատ ակտիվ էր այդ ժամանակ, ու այդ հարցերից, այդ միջոցառումների պատճառով էլի, ես տեսնում եմ, որ հանդիպում են տարբեր մարդկանց, որոնք կարող են իրար օգտակար լինել։ Մեկը ծրագրավորողը, network ստեղծելու իմաստ, դաժե ոչ թե իմաստ, այլ հենց կարիք կա արդեն, որովհետև այդ մարդիկ տեսնում ես, որ ես ճանաչեցի այնտեղ, ինքը ասում է, ես այս ինչ ստարտափ ունեմ կամ ինչ որ բան ունեմ, այս լեզվի ծրագրավորող է պետք, ով որ հենց կրիպտոգրաֆիա գիտի։ Իսկ ես ճանաչում եմ այդ մարդուն, որը կրիպտոգրաֆիա գիտի ու իրանք ոնց որ հասկանում, հենց իրանց հետ ինչ որ բան կարող են անել։ Կամ ուրիշ, ասենք, ինվեստորը, որ ուզում է հենց դեն ստարտափ տեսնի իրան դա հետաքրքիր է կամ տեխնոլոգիա ու այդ ամեն ինչը ես ոնց որ առանձին տեսնում ոնց մտածում ոնց անեմ ես մարդկանց միացնեմ սկզբից ծանոթացնում եմ ուղղակի վայ դու ճանաչում ես այս ինչին տենց է ասում իսկ հետո հասկացա որ ավելի ճիշտ կլինի ինչ որ միտեղ բոլորս լինենք որ մեկս մեկից ինչ օգտակար կարանք լինենք քանի որ եթե մենք այս ոլորտը սիրում ենք ու հասկանում ենք որ ապագան սրա մեջ է ու սա կա ապագայում ուրեմն ավելի ճիշտ կլինի հենց միացնել այդ մարդկանց ու ինչ-որ արդյունքների գա։ Ճիշտ ասած, տենց էլ ստացվեց 17 թվից մինչև հիմա կա, շատ չենք, 1600 հոգու կարգի մարդ կա, բայց սա շատ նեղ ոլորտ է ու չէր կարա լինել, նենց որ մասսովի ինչ-որ տենց բոլորը գային միանային Այն մարդիկ են, ով որ հենց հետաքրքրված են, ով որ հայեր են, ով որ ապրում է Հայաստանում, դրսից հայերել կան ու մեկս մեկից ամեն ձևով փորձում ենք օգտակար լինենք, եթե մեր էքսպերտները, որ հին շուտվա ոլորտի մարդիկ են, իրենք միշտ պատրաստ են հարցերին պատասխանել, դա բոլոր ամենը անվճար է, անդամակցել անվճար է, ոչ մի տենց բաներ չենք հետապնդում, եկամուտի աղբյուր կամ ինչ-որ բան, նորեկներ
Կլիենտները գալիս են, ասում են, «Էսենց հարցը մոտես առաջացել, պատասխանում են կամ էսենց խնդիր է»։ Ու շատ բաներ կան, որ ինձ թվում է տարիների ընթացքում 17-ից մինչև հիմա փաստորեն 8 տարի շատ մարդկանց ինձ թվում է մենք զգուշացրել ենք իրանց ամեն դեպքում, որ սենց ռիսկեր կան ու մարդիկ արդեն հասկանալով չեն գնացել այդ ռիսկին։ Ես համոզված եմ, որ մեզ ինչ որ երիտասարդներ հիմա կլսեն եւ կասեն, «Այս ինչ լավ է, կրիպտո համայնքը, մենք էլ միանանք», որն են կրիտերիաները, այսպես ասեմ, նախ մարդը, եթե նա ուզում է միանալ կրիպտո համայնքին, որն են կրիտերիաները, ըստ որոնց դուք չգիտեմ, ընդունում եք 100% բացով կուզիկը միանա, թե որոշակի գիտելիքներ պետք է ունենա եւ ինչ հարցերում հստակ կարող եք օգնել մարդուն, ով դառնում է համայնքի անդամ։ Շատ հեշտ ամեն ինչ 100%-ով բաց է ու բոլոր հարցերով ինչ հնարավոր է, ինչ որ մեր ձեռքերում է։ Եղել է որ դաժե ինչ որ գումար ասելով մեր դեպքում կրիպտո է, ոնց որ փորձում եմ բառերով ասեմ, կրիպտոյի արդեն ուղարկված է կրիպտոն ու մտածում են որ բլոկչեյնի վրա է ու էլ հետ չեն կարողանում բերեն, քանի որ բլոկչեյն տեխնոլոգիան էլ տենց տարբեր չի թույլ տալիս տենց տարբերակ որ որոշեցի ուղարկեմ, հետո որոշեցի հետ բերեմ, իսկ պարզվել է որ դա սկամ է եղել ու ընդհանրապես բլոկչեյն չի եղել, նույնիսկ փորձել են օգնել ենք այդ գումարը հետ բերել, որ հասկանալ որտեղ է գնացել, ինչ խնդիրներ ա եղել ու այտենց հարցերից սկսած միջև եթե մարդը ուզում է ծրագրավորման մեջ մտնի այս ոլորտում այս ոլորտի ծրագրավորումը մի քիչ տարբեր է բլոկչեյնի մասնագետը ծրագրավորող տարբեր է ու այդ եթե հարցով են գալիս այդ մասնագետներն էլ ունենք իրանք օգնում են միանալը ոչ մի կրիտերիա չկա որտեղ ինչ որ մեկը կարող է միանում զուտ հասկանալու որ ինչի մեջ ներդրեմ հիմա ինչ որ նոր կրիպտո եմ լսել արժի գնել թե չէ այդ մի հարցն է իրան հետաքրում իսկ մյուս մարդուն կարող է հետաքրում բոլոր նորությունները ոնց է զարգանում որ երկրում ինչ է կատարվում դենց մարդիկ էլ կան ու կարախորացված ասենք գիտելիք լինի ու մեկը երկու խորացված գիտելիքով մարդիկ իրար օգտակար լինեն կարող է այդ մարդը ընդհանրապես գիտելիք չունի բայց ուզում է ուղակի հետևի ու տեսնի ինչի մասին է այս ոլորտը ընդհանրապես ու կարող է սուսպուս ոնց որ հետևի էտել է շատ հնարավոր կա ինչ որ Telegram մենք անում կրիպտոն սիրում է Telegram-ը սիրում է կրիպտոին ոնց որ հա թեկուզ էս վերջերս դուրովի հետ կապած այդ պատմությունները եղել են բայց դեռ կրիպտոն Telegram-ում է հենց Crypto Armenia է կոչվում ունենք նաև ավելի ուշ ստեղծված մեր Weberic Foundation-ով հենց Weberic ալիքը Weberic Foundation Crypto Armenia-ն տենց ավելի հենց կրիպտոին ուղղված է ապագան ասում եք սրա մեջ է մեր հենց հաղորդման շրջանակներում այնքան հաճախ ենք լսում որ ապագան սրա մեջ է ապագան այդուհանդերձ ես համոզված եմ որ չգիտեմ օրինակ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը չի կիսում ձեր կանխատեսումներն ու կարծիքը Եվ ոչ միայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, այլ բոլոր երկրների։ Ինչպես եք ավելի հստակ հա տեսնում այդ ապագայի մեխանիզմները, որ ասում եք ապագա, որովհետև տեսեք, ես կարող եմ պատկերացնել ինչ որ post ապոկալիպտիկ սցենար, որտեղ պետությունները վերանում են, չգիտեմ, երիտասարդները կարող ավելի չհիշեն, բայց դուք մենք մեր տարիքի մարդիկ կհիշեք ժամանակին, չնայած մեր ժամանակել էր կլասիկա, Ոդնի միր, տենց մի հատ բան կար, չէ՞։ Ապագա post-ապոկալիպտիկ ֆիլմ կար։ Այդ նման տարբերակում, երբ որ կրիպտո արժույթը դառնում է հիմնական արժույթ եւ այլն, բայց ոնց հասկանում եմ կրիպտոին հավատացող լավ իմաստով հավատացող, հա, մարդիկ այլ տարբերակներ են տեսնում։ Ձեր տեսած այդ ապագան, որտեղ կրիպտոն իր ուրույն դերն ունի, ինչպիսին է։ Տխուր թեմաներ էլ այստեղ կան, որ մենք նաև հասկանում ենք այդ ուժը, որ չի թողնում զարգանալ կրիպտոին, բայց մեկը ավելի երկար որ նայենք, ստացվում է, որ հիմա ամեն ինչն է դրան գնում ապա կենտրոնացմանը։ Այս դեպքում շատերը արդեն հասկանում են պետությունները որպես պետություն առաջվա դերը չեն կատարում, բանկային սիստեման որպես
սիստեմա առաջ մենք ինչի համար որ ինքը ստեղծվել է ինչքան մենք ասելով մարդկությունը հասարակ մարդկությունը տվել է ինչ որ վստահել է ու ստեղծվել են բանկեր հա սկզբից կամաց իրանք ուրիշ ֆունկցիաներ են ունեցել գնալու ֆունկցիաներ լավ թափ են առնում բանկերը բայց հիմա ամեն ինչի մեջ են ու հիմա ստացվում է որ մենք կախված են ես գնում եմ պետության իմ երևի ես հենց կրիպտոյի իդեան ինձ դրա համար է դուր եկել որ ես շատ ինքս երևի ազատ մարդ եմ ու ես չեմ սիրում որ ինձ այդ կան ուզում են ինչ որ հասկանան ինչ որ ռամկաների մեջ դնեն համակարգի մեջ դնեն ես որ գնում եմ բանկ ու ինձ սկսում են հարցնել թեկուզ ես աշխատում եմ ինչ որտեղ իմ աշխատավարձային քարտն է բանկի դերը ինչու՞մն է ուղղակի վերցնում է իմ ոնց է աշխատավարձը работодателя գործատուի գրպանից դնում է իմ վերցնում է իմ չափով իմ գումարը դնում է իմ գրպանը ես իրանից ոչ մի վարկ եմ խնդրում ոչ մի ուրիշ բան չեմ խնդրում ես խնդրողի դերում չեմ այս դեպքում ինքը պետք է խնդրի ինձ որ իմ գումարը կտիրապետի մինչև ես իրան չծախսեմ բայց իրանք այդ ամեն ինչի չնայելով հա իրանք մեկը որոշակի տոկոսները լավ է տոկոսները գործ են անում տոկոս բայց իրանք ես գնում եմ այդ քարտից օգտվելու կամ ստանալու իրանք ինձ հարցեր են տալիս կտրուկ միջև չգիտեմ անձնական հարցեր ասում եմ բայց դա ինչի համար է ձեզ պետք այդ հարցը ինչի իմ մոտ կարող է սովորաբար մարդիկ պատասխանում են տենց ինքը գնալով առաջ է գնացու իրանք ինչ որտեղ լրացնում են որ հետո հասկանան ին վրա ինչ կարող են ծախել тоже բացի վաճառքից ես դες ասեմ ձերանք ինչպես կարող են նաև պատասխանել որ դա ձեր անվտանգության համար է որ վաղ մյուս օրը ձեր անունով ինչ որ մեկը չգա ու բանկի չգիտեմ բանկում հաշիվ բացի հետո այդ հաշվով չգնա սև շուկայից զենք գնի չգիտեմ հիմա ոտի վրա հնարում եմ հա ինչ որ սենց որ վերջում էլ ոստիկանությունը գա ձեզ կբռնի չնայած դա դուք չէիք հա այսպիսի սխեմաներից խուսափելու համար բանկային համակարգը սա պաշտոնական բացատրությունների մեջ է նախ դեզնից շատ տվյալներ է վերցնում ես համ դա էլ եմ հասկանում բայց անցել է արդեն նենց բանի որ ճիշտ չուր է իմ կարծիքով то есть եթե ինքը կարա ինչ որ ստանդարտ ավելի լոգիկ հարցեր դա այդքան հարցերի բանջանի բայց դրանից terrorism-ը почему-то չի բանանում պակասում ենք ինչքան ինչ ասած լսում ենք բայց հասարակ մարդու կյանքը բավականին դժվարանում է դրանից ու ինքը ոնց որ չտիրապետի կամ դեռ էդի ես ամենահասարակ բանն եմ ասում որ քարտի բան բայց իսկ եթե դու ուզում ես ուղարկես ինչ ես ուզում ուղարկես ուզում այդ ամեն ինչը չէ ոնց որ ասում եմ լավ ձեր ինչ գործ իմ մոտ այդ տենց է առաջանում իմ մոտ այդ հարցերը շատ էր միշտ առաջացել վիդեոը դրա համար երբ որ արդեն բլոկչեյնի այդեան այդ ամեն ինչը ես սկսեցի ուսումնասիրել վաու ասեցի սա ճիշտ է սա իմ համար ճիշտ է ես նաև նույն ժամանակ հասկանում եմ որ դա մեծ պատասխանատվություն է այսինքն եթե ես ուզում եմ տիրապետեմ իմ գիտել իմ չգիտեմ կոնտենտին հա վեբիրեքի այդ մասին եթե խոսում ենք իմ ֆինանսներին կրիպտո այս դեպքում կրիպտոն վեբերեկական աշխարհում ես պետքա այդ ամբողջ ինֆորմացիան այդ իմ մուտքի ելքը հասցեիս կոդերը այդ ամեն ինչը ես հիշեմ եթե ես հանկարծ մոռանամ ոչ մեկ չի կարողանա ինձ օգնել այսինքն վեբիրեկի կյանքը աշխարհը ապագա այդ աշխարհի մասած ինքը շատ պատասխանատու ու ինքնազարգացած ինքնաֆինանսով կրտված մարդկանց համար է եթե ինչ որ մեկը չի ուզում գլուխը ցավացնի կոպիտ ասած այդ հարցերով ու ուզում է որ բանկը միշտ լինի բանկին գնա ինքը հարցնի ես բանը մոռացել եմ կամ ես ինչ բանը սխալ եմ արել ինձ հետ տվեք ինձ ինչ բան արեք այդ դեպքում այդ մարդը պետքա այդ տարբերակով ապրի քանի որ մենք ես հարգում եմ բոլորի կարծիքները ու ամեն մեկը պետք է ապրի ոնց որ ինքնա ուզում դրա համար ես կարծում եմ ապագան պետք է ունենա երկու հնարավորություններ համ վեբերեկական համ վեբերկոական ոնց որ մենք հիմա ունենք ու ժամանակը դա ցույց կտա կանցնեն երբևիցե բոլորը վեբերեք թե չնել ուզի չնել անցնի այդպես բայց մի քիչ արդար պայքար չի այստեղ որովհետև Web 2-ը այս պահին միանշանակ ունի բարձր առավելություններ Web 2-ը բոլորիս տանն է, Web 2-ը նաև պետությունների կողմից ավելի հարգված, սիրված եւ երբեմն օգտագործված է, այսինքն չեք կարծում, որ այստեղ մի քիչ հավասար չի պայքարը։ Հավասար չի, բայց եթե ընդհանուր նայենք, սֆերան նոր է զարգանում, այսինքն 2008-ին առաջի
Bitcoin-ի white paper-ն է գնացած, սպիտակ թուղթը, եթե թարգմանենք, որը այդ ամբողջ ալգորիթմն է բացատրել, ոնց է լինելու Bitcoin-ը, քանի տարի հետո ոնց է լինելու այդ բոլոր halving-ները, այդ բոլոր մանրամասները, ու մի անգամ այդ թուղթը как бы его назвать, տարածվել է, ու դրանից հետո չի փոփոխվել, բանի ինչ որ մեր օրենքների կամ ինչ որ բաների նման չի, որ այսօր пересмотреть, անենք չգիտեմ ինչ անենք, իսկ ինքը ստացվում է շատ ուժեղ մտածված, մի քանի քայլով ստրատեգիաներով ամիջ մտածված դոկումենտ է, որը այնքան ճիշտ է աշխատում, որ միջև հիմա տենց էլ ոնց ասվել է, տենց էլ աշխատում է, արդեն փորձը ցույց է տալիս։ 2008-ից միջև հիմա փաստորեն անցել է 17 տարի, 17 տարին ընդհանուր սֆերայի համար շատ չի։ Եթե վերցնենք, որ ամենասկզբում մի երկու քանի տարի ընդհանրապես շատ քիչ մարդ գիտեին ու նոր էր սկսվում, եթե վերցնենք բանկային սիստեման դարերով է, չէ՞, զարգացել, որ եկել է հասել է այս ուժին։ Հիմա քանի որ կյանքը ավելի արագ է զարգանում, իհարկե դարեր հույսով եմ պետք չի գա Web 3-ին, բայց ամեն դեպքում ինչ ժամանակ պետք կգա։ Եթե վերցնենք նաև հենց բանկային քարտերի պատմությունը, էլի դա ստեղծել է այն ժամանակ, ես գրքի մեջ եմ դա ասում, որ եթե որ մարդիկ ասում են ոնց հիմա կրիպտոին կանցնենք, այդ ինչա, ոնց է, ինչա, ասում են այն ժամանակ սկզբից բարտերային սիստեմա եղել, հետո ոսկե արծաթ է եղել, չէ, հետո ինչ որ մի օր անցել ենք թղթին, անցել ենք մարդկությունը, թղթին, ու այդ ժամանակ պատկերացրեք, ինչ որ մեկ ասել է ոսկին, այսինքն կարամ գծեմ, հասկանամ ոսկե է, էսի փողա, թե չի թուղթը բերել եք ինչ է, թուղթը կարա վառվի, կարա ճղվի, ես չեմ հավատում այդ թղթին։ Բայց հետո ենթադրում եմ տենց եղել է։ Հետո մարդիկ կամաց տեսել են, բավականին հարմար էր, փաստորեն sense ավելի լավ էր, քան ստե ոսկին, ու տենց մնացել է։ Հա, բայց գիտեք, հա, բան չունեմ ասելու, բայց իմ կարծիքով օրինակ Bitcoin-ը ավելի շատ նման է ոսկուն, քան թղթին։ Ասեմ ինչու։ Որովհետև ոսկին, դուք ասացիք, կծում եմ, ես գիտեմ, այսինքն բոլորս գիտենք, որ դա քիչ է, որ դա ամենտեղ թափած չի, ու սա ոսկի է։ Այսինքն անկախ նրանից թե ով է իշխանության, դա ոսկի է, հա, ոսկի է, ասում օդում ջրում եւ տիեզերքում։ Բայց թուղթը, թղթային փողը, եթե մենք հետ գնանք այդ փողի պատմությանը, ի սկզբանե հո այդ տպած փողերը չեն եղել։ Առաջին թղթային փողը դա եղել է վեքսել բանը։ Հա, երբ որ մարդը իր անունը գրում էր, ասում էր ես սրա տերն եմ, ես խոսքի վրա, այսինքն դու պետք է ունենայիր այնքան, այսպես ասենք, ավտորիտետ, այնքան ներուժ, որ դու ստորագրեիր, դու գրեիր, ասեիր, ես սրա տերն եմ, մարդիկ դա ընդունեին որպես հիմա փողը ինքը այդ սկզբունքով ավելի շատ ամեն մի վալյուտայի հետևում կանգնած է պետությունը, հա, եւ ինչքան դրա համար, հա, չգիտեմ, Ամերիկային բոլորս լավ աչքով եք նայում դոլարը լավ բան է, չգիտեմ, Սոմալիի փողը ես օրինակ շատ կկասկածեի վերցնեի, թե չվերցնեի։ Կրիպտոն կարծես թե ուզում է հակառակը իր գաղափարախոսությամբ ավելի շատ վերադառնալ ոսկուն, որտեղ գարանտիա տվողը ընդհանրապես կապ չունի։ Ասма, как вам такая идея? Ինչպես եք դուք վերաբերվում սա։ Համ ճիշտ է, համ էլ ես որոշ բաների հետ համաձայն չեմ, որ մենք դոլարը սիրում ենք, դոլարը սիրում ենք այն բանով, որ ինքը ամենատարածվածն է աշխարհում, ու Ամերիկան տենց ուժը ահագին ժամանակա ամենա տենց գերպետությունն ամենալավ։ Դե հա, որովհետև Ամերիկան դա գերպետությունն է։ Հա, բայց 1948-ներ ոնց որ արդեն ոսկով ապահոված չի դոլարը, այսինքն հիմա մեր մեջ ասած ոնց որ ինչքան ուզում տպում են, հա, կոպիտ որ ասենք տենց են ասում, ոչ մեկ չի կարողանում ոչ մի ձև հստակ իմանալ, ինչքան իսկականից տպագրվել է, ինչքան պետք է լիներ, ինչքան չպետք է լիներ, արդեն նենց է տարածվել, որ այսինքն դոլարը հիմա ամենաաչը վստահելի, եթե Սոմալին ինչ որ չափով կվախենա, ուժել չունի այդ ամեն ինչը անել, որտեղ Սոմալի փողը հաստատ տպագրվում է ուրիշ տեղ, այդ ամեն ինչը կոնտրոլը ուրիշ է, իսկ Ամերիկայի կոնտրոլը ով պիտի կոնտրոլի, իրանք էլ իրանց կոնտրոլը դե անում են ոնց որ իրանց է հարմար, այսինքն հեչ վստահելի չի մի կողմից, с другой стороны, որ ասում եմ, մյուս կողմից
լրիվ ամբողջ աշխարհում տարածված է։ Հիմա կրիպտոյի նմանությունը ոսկուն հենց էդի բիտկոյնի դեպքում երևի ավելի շատ կարելի ասել, ինչ են ասում, որ հենց բիտկոյնը թվային ոսկին կրիպտո ասածը շատ տարբեր են, Բիտկոյնի դեպքում 21 միլիոնը ոչ մի բան հնարավոր չի տեղանել, ինքը այդքանը ոնց որ մեր ոսկին, то есть մենք էլի իրան պետք է ինչ-որ մի ձև չգիտենք կոնկրետ ինչքան է, բայց ամեն դեպքում դժվար սահմանափակա միանշանակ։ Հիմա մյուս կրիպտոները, այսինքն բիտկոյն ամենատարածվածն է այս դեպքում ու հստակ է, բայց կրիպտոներ կան, որ ստեղծվել են ու մայնինգի տարբերակ կա, չէ՞, իրանք գնալով շատանում են, բոլորի հետևում ինչ որ գաղափար կա, ու ամենահետաքրքիր, ճիշտ, չգիտեմ, լավ թվացող գաղափարները ավելի մեծ տարածում են ստացվում։ Եթե չգիտեմ դրամի ետևում կանգնած է պետությունը, ապա այստեղ չգիտեմ կրիպտոյի ետևում կանգնած է իր համայնքը, իր պահող համայնքը, on-line համայնքը։ Կարելի է երկար խոսել նրան բասի, որ ախր պետությունն էլ է համայնք, այս ձև կա ձևավորված եւ այլն, բայց փաստը մնում է փաստ, սա on-line համայնք է, ինչ որ մարդկանց, ովքեր կարող են ընդհանրապես իրար լեզվով չխոսանել, բայց այդ համայնքը պահում է կոնկրետ կրիպտո ջրի երեսին գաղափարին հավատալով, թիմին, որ աշխատում է այդ կրիպտոյի վրա, այդ թիմին հավատալով, ու իրանց ոնց որ խոստումները ինչ կանով են կատարում, այդ ամեն ինչը կրիպտոյի մեջ շատ կարևոր է։ Ու եթե սովորական ֆինանսները, դա դոլար, դրամ ու այդ պետական, վալյուտաներն են մեր, կրիպտոյի դեպքում ինքը էլի տարբեր ու, то есть էլի կարա բիտկոյնը համարվի որպես ոսկին կրիպտոյում, digital ոսկին, իսկ մյուս կրիպտոները ամեն մեկը ոնց որ իրանց կոպիտ ասած վալյուտաներն են ու ամեն մեկը արդեն կարա որոշի, то есть ոնց ես որոշում, ես ուզում եմ դոլար ունենամ, թե յենա ունենամ, թե ռուբլի ունենամ, կամ չունենամ, ու կամ դրամով պայեմ իմ ամբողջ ունեցած գումարային այդ ֆինանսից բաները, պաշարները, կրիպտոյի դեպքում դու արդեն որոշում ես դու որ մեկից ես։ Որ կրիպտոյից ես օգտվում։ Մեր ժամանակը մոտենում է ավարտին, այդուհանդերձ չեմ կարող չհարցնել Հայաստան եւ կրիպտո արժույթներ հարաբերությունների մասին, որքան հասկանում եմ բավականին հիմա ծանր փուլով ենք անցնում, պետությունը փորձում է որոշակի համակարգել իր հարաբերությունները կրիպտոարժույթի հետ, բայց առնվազն Web3 համայնքից եկող ֆիդբեքերը, այսպես ասեմ, խոսում են այն մասին, որ կրիպտոյով զբաղվող մարդիկ կարծում են, որ այնքան էլ ճիշտ չի պետության ձեռնարկած քայլերը։ Ձեր մոտեցումը է այս հարցին։ Տխուր մոտեցումը, չգիտեմ ոնց կարելի է իրան անվանել, հենց տենց էլ կա, մինչև հիմա եթե մենք գոնե ասում ենք լավ, եթե լավ ռեգուլյացիա չկա, որը կօգներ երկրին զարգանալ, այս ոլորտը զարգացնել, ներդրումներ գրավել, հետաքրքիր լինել կրիպտոյի ինդուստրիայի բոլոր համ ֆիզիկական անձանց, համ իրավաբանական, այս դեպքում հիմա մենք հասկանում, որ մենք հաստատ արդեն հետաքրքիր չենք լինելու հենց օրենքը ընդունվեց, ու ես քանի որ ես վերջերում ճանապարհորդել եմ շատ, ես տեսել եմ երկրներ ընդհանրապես, որտեղ արդեն դա տենց ռեգուլյացիաներ կա ու խեղդված է ու մարդկանց դժվար, այսինքն իրանք բոլորը այսինքն կրիպտոն շատ նեղվում է տենց երկրներում շրջանառությունից դուրս է գալիս ու այդ հենց ժողովրդի համար դա դժվար է, որտեղ շատ հարցեր է, չէ՞, լուծում իրականում կրիպտոն։ Հիմա մենք ինչքան էլ ասենք հետևում ես այն կամենա, ճամփորդելիս ընդհանրապես շատ հեշտ է ու այն երկրներում, որտեղ դու կարող ես ասենք այդ քեշ գումարը հետը չտանես ու կրիպտո ունես ու դու կարողանում ես այնտեղ այդ ամեն ինչը անես, ինչքան գողություն է լինում այդ կրիպտոյի այդ քեշի համար մեկ դարերով, հա, մեկին գողանալը, չգիտեմ, սպանելը, չգիտեմ, ինչ ասես եղել այդ քեշի համար, իսկ կրիպտոն դու ձեռիդ մեջ պահել ես, ինչ որ դեպքեր եղել են կրիպտոյի համար, բայց դա այն որ հատուկենտ մի հատ դեպք լինում է, ասենք մի տարի խոսում են դրա մասին, բայց կրիպտոն դու ունենում ես ու քեզ որտեղ էլ գնաս դու գիտես որ դու խնդիր չունես ոնց որ եթե երկիրը
գոնե չի արգելում այս աստիճանի, ոնց որ մեր մոտ են ուզում արգելեն։ Իսկ այդ երկրներն որտեղ արգելված է, արդեն ստիպված այդ բոլոր խնդիրները, որ բանկային սիստեման ունի, բոլորին առնչվում ես ու ես որ ամեն անգամ այ հիմա որ կրիպտո լիներ, ես sense հանգիստ կապրեի, ես ինչ բան կանեի, իսկ հիմա չեմ կարող։ Իսկ կա որոշակի կոռելացիա, այսինքն օրինակ կարող է ես հիմա այտենց հորինում եմ, փչում եմ, արգելված ավելի շատ այն երկրներում, որտեղ բանկային համակարգը շատ ավելի կայացած է կամ թե չկա այտենց կոռելացիա, որտեղ ոնց ստացվում։ Երևի կարելի ասել չկա, որովհետև էլի զարգացած երկիր, Ավստրալիան զարգացած երկիր է, իրանից ամեն ինչը ոնց որ UK-ով բանով, հա, արգելքները կան, զարգացած չի ու չես կարողանում ոչ մի բան անես։ Շվեյցարիան զարգացած երկիր է, զարգացած են, բայց կա, հա, բանկային համակարգն էլ ոնց է զարգացում։ Ավելի շատ, այսինքն չկա այդպես ինչ-որ ֆիզիկական կոռելացիա։ Հա, կապել չի։ Բայց վերջին հարցս չեմ կարող չտալ։ Դիցուք ես ուզում եմ դառնալ կրիպտոյի գող։ Այ դուք տուրիստ եք, ունեք ձեզ այդ կրիպտո արժույթ, ես ուզում եմ գողանամ։ Արդյոք ես կարող եմ դա անել։ Այդ ինչ պետք է անեմ, որ Եթե հաստատ գիտեք, որ ես ունեմ, որը sense ոչ մի ձև չի երևում, եթե գողը ուզում է մտնի, սումկա, ես շատ եմ լսել դեռ սամալյոտներում, չէ՞, վերջում հայտնի դարավ չինացիները շատ են տենց բոլորի մոտից գողանում են, հենց եթե իմանում են սամալյոտում չինացի, կա զգուշ են ինձ ինչ որ բան կար այս վերջերում, բայց իրանք բոլորին են ստուգում, որտեղ գումար կա վերցնում են, իսկ կրիպտոինը պետքա պարտադիր իմանալ ու արդեն այս դեպքում պետքա այդ դեպքերը որ ասում եմ, ասենք մի հատ դեպք կար, մի քանի տարի դեռ մի տարի չէ խոսում ենք, որ եկել են հենց տուն, իմացել են որտեղ ապրում, տուն եկել են, պահել են պիստոլետը, ասել են, ասա կոդերը գրի, էտա։ Եթե այդ մարդը ոչ մի ձև ամենտեղ չի ասում, գիտեք, ես կրիպտո ունեմ, շատ ունեմ, չգիտեմ ինչ ունեմ։ Հա, տենց ինչ որ կարող է որտեղ մարդը կրիպտոյի մեջ լինի, բայց շատ չունենա ընդհանրապես կամ խոսա դրա մեջ լինի աշխատի ու մեկը չունենա, պետք է իմանալ, որ այդ մարդը հենց կրիպտոյով պահում է ինչ-որ գումարներ, բան, տենց այդ դեպքում իրան եթե գտնեն, եթե բանանեն, այդ ամիջը հարմարացնեն, կարան անեն, հա։ Եթե զենքը դնեն ճակատի։ Հա, այդ արդեն շատ եթեներ է գնում են, այդտեղ արդեն մի քիչ։ Իսկ գումարը քեշը բոլորի մոտից էլ բոլոր տրանսպորտներում, ես վերջերս ասում եմ, սամալյոտներում տենց ինչ-որ հայտնի բաներ, որ գիտեիր, որ լավ է, եթե դու ճամփորդում ես, ավելի լավ է չպահել քեշ։ Հա, շատ լավ, շատ շնորհակալություն։ Մեր ժամանակը ավաղ մոտեցավ ավարտին, իրականում թեման լայն է ու կարող ենք խավար քննարկել լավ ու վատ կողմերի մասին։ Ես մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին հիշեցնեմ, որ դուք դիտում եւ լսում եք Գործարար ալիքը Web 3-ի հետ համատեղ կրիպտո միտք հաղորդաշարներ եթերում այսօր մեր հյուրներ կառավարման մասնագետ կրիպտո համայնքի հիմնադիր եւ խորհրդավոր կրիպտո աշխարհ գրքի համահեղինակ Անահիտ Համբարձումյանը։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն հրավերքի համար։